Ողջույն։ Գերհաղորդիչը նյութ է, որում էլեկտրականությունը հոսում է առանց կորուստների։ Ընդհանրապես ոչ մի վատ չի վերածվում ջերմության։ Սա հնչում է որպես տեխնիկական մանրուք, սակայն դրա հետևանքները հսկայական են։ Այսօր միայն տվյալների մշակման կենտրոնները, թվային սարքերն ու կապի ցանցերը սպառում են ամբողջ համաշխարհային էլեկտրաէներգիայի մոտավորապես 6-ից 12%։ Այդ էներգիայի զգալի մասը կորում է փոխանցման եւ փոխակերպման ժամանակ։ Գերհաղորդիչները կարող են կտրուկ նվազեցնել այդ կորուստներն էլեկտրացանցերում, մասնիկների արագացուցիչներում, քվանտային համակարգիչներում, տոմոգրաֆներում եւ մագնիսական բարձիկով աշխատող տրանսպորտում։ Գլխավոր խնդիրն այստեղ ջերմաստիճանն է։ Գերհաղորդիչների մեծ մասն աշխատում է միայն մինչև Ցելսիուսի սանդղակով մոտ -200 աստիճան սառեցման դեպքում։ Դրա համար պահանջվում են բարդ ու թանկարժեք կրիոգեն համակարգեր, որոնք իրենք սպառում են էներգիա, պահանջում են ենթակառուցվածքներ ու խիստ սահմանափակում են գործնական կիրառությունը։ Հենց այդ պատճառով գերհաղորդականությունը սենյակային ջերմաստիճանի պայմաններում մնում է ժամանակակից ֆիզիկայի գլխավոր նպատակներից մեկը։ Ու հիմա ի հայտ է եկել անսպասելի մոտեցում։ Շվեդիայի Chalmers-ի տեխնոլոգիական համալսարանի թիմը ցույց է տվել, որ գերհաղորդիչի աշխատանքային ջերմաստիճանը կարելի է բարձրացնել առանց դրա քիմիական բաղադրությունը փոխելու։ Նոր նյութեր փնտրելու փոխարեն հետազոտողները փոխել են մակերևույթը, որի վրա ձևավորվում է գերհաղորդիչ շերտը։ Խոսքը կուպրատներից, պղնձի օքսիդներից պատրաստված բարակ թաղանթի մասին է, որոնք հայտնի են բարձր ջերմաստիճաններում իրենց գերհաղորդիչ հատկություններով։ Ընդամենը մի քանի նանոմետր հաստությամբ այդպիսի շերտն աճեցնում են հենարանային թիթեղի սուբստրատի վրա, որը սովորաբար ծառայում է որպես մեխանիկական հիմք, բայց այս դեպքում սուբստրատը հատուկ կերպով նախապատրաստել են։ Մագնեզիումի օքսիդից պատրաստված թիթեղը տաքացրել են վակուումի մեջ, ինչի արդյունքում նրա մակերեսին ձևավորվել է նանոչափերի կանոնավոր ռելիեֆ, մարդու մազի հաստության միլիոներորդական մասից էլ փոքր գագաթներ եւ իջվածքներ։ Ստացվել է յուրահատուկ նանոքանդակ, որը թելադրում է, թե կոնկրետ ինչպես պետք է վերևում դասավորվեն գերհաղորդիչ թաղանթի ատոմները։ Այս էֆեկտն առանցքային է եղել, երբ գերհաղորդիչ շերտն աճում է նման մակերեսի վրա, նյութերի միջև սահմանագծին ձևավորվում է յուրահատուկ էլեկտրոնային միջավայր։ Էլեկտրոնները սկսում են ավելի համաձայնեցված շարժվել, իսկ գերհաղորդականության պայմանները դառնում են ավելի կայուն։ Արդյունքում գերհաղորդիչ հատկությունները պահպանվում են նկատելիորեն ավելի բարձր ջերմաստիճաններում։ Բացի այդ, նյութն ավելի կայուն է եղել ուժեղ մագնիսական դաշտերի նկատմամբ։ Եվս մի գործոն, որը սովորաբար ոչնչացնում է գերհաղորդականությունն ու սահմանափակում գործնական կիրառումը։ Կարևոր է, որ բուն գերհաղորդիչի քիմիական բաղադրությունը չի փոխվել։ Փոխել են միայն մակերեսի երկրաչափությունը, որի վրա այն ձևավորվում է։ Սա բացում է լրիվ նոր ուղի։ Նոր միացությունների անվերջ որոնման փոխարեն կարելի է կառավարել արդեն հայտնի նյութերի հատկությունները նանոմակարդակում։ Ու եթե հաջողվի այս մոտեցումը մասշտաբավորել, այն կարող է գերհաղորդիչները մոտեցնել աշխատանքի ավելի գործնական պայմաններին։ Երկար ժամանակ համարվում էր, որ քնաբեր դեղամիջոցները վտանգավոր են քնի ապնոե ունեցող մարդկանց համար։ Քնի ապնոեն վիճակ է, որի դեպքում մարդը քնած ժամանակ բառացի դադարում է շնչել, բայց խոշոր վերլուծությունը ցույց է տվել, նման դեղամիջոցների մեծ մասը չի վատթարացնում շնչառությունը։ Ճապոնիայի եւ Միացյալ Նահանգների գիտնականների խումբն անցկացրել է կլինիկական փորձարկումների համակարգված վերանայում։ Գիտնականները վերլուծել են 32 ռանդոմիզացված հետազոտություն օբստրուկտիվ քնի ապնոե ունեցող 1871 պացիենտի մասնակցությամբ։ Մասնակիցների միջին տարիքը կազմել է մոտ 52 տարեկան, ու մեծամասնության շնչառության կանգի դրվագները տեղի են ունեցել գիշերվա ընթացքում տասնյակ անգամներ։ Քնի օբստրուկտիվ ապնոեի դեպքում շնչուղիները քնած ժամանակ պարբերաբար փակվում են։ Մարդը դադարում է շնչել մի քանի վայրկյան կամ ավելի երկար, թթվածնի մակարդակն ընկնում է, ուղեղը կարճ ժամանակով արթնանում է ու շնչառությունը վերականգնվում է։ Նման ցիկլերը կարող են կրկնվել գիշերվա ընթացքում տասնյակ ու նույնիսկ հարյուրավոր անգամներ։ Արդյունքում քունը դառնում է ֆրագմենտավորված, առաջանում է ցերեկային քնկոտություն, իսկ երկարաժամկետ հեռանկարում աճում է հիպերտոնիայի, ուղեղի կաթվածի եւ սրտային հիվանդությունների ռիսկը։ Հենց այդ պատճառով քնաբերներն անհանգստություն էին առաջացնում։ Համարվում էր, որ դրանք կարող են ել ավելի թուլացնել մկանները ու մեծացնել շնչառության կանգերի թիվը։ Վերլուծության մեջ ներառվել են դեղամիջոցների տարբեր խմբեր, բենզոդիազեպիններ, այսպես կոչված Z դեղամիջոցներ ու ավելի նոր միջոցներ, ներառյալ զոլպիդեմը, զոպիկլոնը, էզոպիկլոնը, ինչպես նաև օրեքսինի անտագոնիստներ, լեմբորեքսանտը եւ դարիդորեքսանտը։ Ցանցային մետավերլուծությունը ցույց է տվել, որ այս դեղամիջոցների մեծ մասը զգալի ազդեցություն չի ունեցել ապնոեի դեպքում շնչառության հիմնական ցուցանիշների վրա։ Այսինքն շնչառության կանգերի թիվն ու դրվագների ծանրությունն ընդհանուր առմամբ չեն աճել։ Որոշ միջոցներ նույնիսկ ցուցաբերել են պոտենցիալ օգտակար էֆեկտներ։ Էզոպիկլոնը նվազեցրել է ապնոե հիպոպնոե ինդեքսը,
շնչառության կանգերի հաճախականության ցուցանիշը ու պակասացրել է գիշերային արթնացումների թիվը։ Լեմբորեքսանտը եւ դարիդորեքսանտը ցույց են տվել քնի կառուցվածքի առավել բարենպաստ փոփոխություններ ու լավ տանելիություն։ Սակայն տարբերություններ այնուամենայնիվ եղել են։ Օրինակ, տեմազեպամը նվազեցրել է քնի ժամանակարյան թթվածնային հագեցվածության միջին մակարդակը, ինչը զգուշություն է պահանջում դրա կիրառման ժամանակ։ Հետազոտության գլխավոր եզրակացությունն այն է, որ քնի ապնոեի առկայությունը չի նշանակում քնաբեր դեղամիջոցների ավտոմատ արգելք։ Դրանց մեծ մասը չի վատթարացնում շնչառությունը, թեև կոնկրետ միջոցի ընտրությունը մնում է կարևոր։ Արհեստական բանականությունն այս ֆիլմում սպառնալիք չէ, նա երեխա է։ Ռեժիսոր Գարեթ Էդվարդսի Արարիչը ֆիլմում մարդկությունը պատերազմ է մղում արհեստական բանականության դեմ միջուկային աղետից հետո, սակայն զինվորը, ով ուղարկվել էր ոչնչացնելու հակառակորդի նոր զենքը, գտնում է ոչ թե մեքենա, այլ անդրոիդ աղջկա, ով ընդունակ է կառավարել տեխնոլոգիաները մտքի ուժով։ Ֆիլմը վերածվում է գիտաֆանտաստիկ road movie, մարդն ու արհեստական բանականությունը կործանված աշխարհում են, որտեղ գլխավոր հարցն այն չէ, թե արդյոք մեքենաները վտանգավոր են, այլ այն, թե արդյոք նրանք կարող են լինել ավելի մարդկային, քան մարդիկ, իսկ այսօրվա համար այսքանը կհանդիպենք։